Ու դերս ընդդիմությունն էլ հեծի ազգայնացման թեման վերցրել է, գալիս է ասում է, հենց ազգայնացնում են, որ տան բանին, թուրքերին։ Ու դա ասում է Արագավազ դաշնակ իշխանը ավելի մեծ տխմարություն, ներողություն հնարավոր չի։ Ձայնդ կտրիր Գեգամ Մանուկյանին ելույթի ժամանակ քանի անգամ քեզ ասեմ։ Քանի անգամ քեզ չափերդ կգծեմ, հանգստացիր։ Պարոն Մանուկյան, լրեք։ Հանգստացիր Գեգամ Մանուկյան, սուս մնա։ Պարոն Հովհաննիսյան, այո, խնդրում եմ հարգալից։ Այո, հարգալ ես անհարգալից բառ չեմ օգտագործում, կարծում եմ արձանագրում եմ ճշմարտությունները, պարոն Հովհաննիսյան, որը ցավոք սրտի շատ դաժան է։ Ու վախերի մասին եք խոսում, թե բա մենք ինչ-որ մարդկանց ենք ուզում վախեցնենք, հա, մենք ժողովրդի անունից ձեզ ենք վախացնում, ձեր վախը նենց ենք բռնելու, դուք չեք էլ պատկերացնում, մենակ դուք եք, մեր թիրախը, ով պետքա վախենա մեզանից, որպես ժողովրդի ներկայացուցիչներ այս ազգային ժողովում, հակաժների տողար եք։ Հակաշների տողար եք ասեցի, իսկ ինչ էր անում, իսկ ինչ էր անում հոգևոր իշխանությունը։ Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ, նախ մի հրահարեք իրավիճակը դահլիճում եւ խնդրում եմ հարգալից խոսեք, նախազգուշացում կտամ ու նույնիսկ բարձրախոսը կանջատեմ, մի արեք այդ բանը։ Շատ լավ, պարոն։ Դա վերաբերում է բոլորին։ Շատ լավ, պարոն նախագահ, շարունակելով։ Ու ինչ էր անում հոգևոր իշխանությունը այս ընթացքում։ Բացահայտ ախպերություն էր անում օլիգարխիայի քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների, թալանչիների, բարձվում են նաև անառակների հետ, չնայած այս դեպքում ախպերություն բառը այդքան էլ չի նկարագրում իրավիճակը։ Եվ այսօր էլ փորձում են կոծկել իրենց սրբապղծությունները, ասում են դուք եկեղեցու դեմ եք պայքարում։ Մենք եկեղեցու դեմ չենք պայքարում։ Մենք պայքարում ենք, որ հոգևոր իշխանությունը զավթացների ձեռքից եկեղեցին վերադարձնենք ժողովրդին։